Միացյալ Նահանգները փորձում են քանդել Եվրոպական միությունը, Եվրոամիությունը այդ հնարավորությունը։ Ինչպես եւ Ռուսաստանը, չէ։ Ինչեւ եւ Ռուսաստանը, եւ այստեղ մի քիչ մեզ համար պարադոքսալ ձևով Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միացնում են իրենց ուժերը չեմ ուզում միասին ուզում են ցանկանում են նույն նպատակներին։ Եվ այդ նպատակը, որ ձևավորում ես, տեսնում ես դա Ռուսաստանի սովետական միության երազն էր կազմալուծել քանդել ՆԱՏՕ-ն։ Սովետական միությունը չկարողացավ դա անել, Պուտինը կարողացավ անել։ Ես մի քիչ կատակով կարող եմ ասել, որ այսօր ես չեմ հասկանում Կրեմլը ոնց է աշխատում, որտեղ ամեն օր պիտի խմեն ուրախությունից, ինչ անում է Թրամփը, պիտի մի քիչ հարբած լինեն, որտեղ այն երազները, որ 80 տարի սովետական միությունը ունեցել է, Պուտինի օրոք Պուտինը կարողացավ դա անել։ Եվ դա անում է Թրամփի ձեռքերով։ Ինչու է Թրամփը այդպես անում, ես չեմ ուզում հիմա խորացած լինել, որովհետև Թրամփի անձնավորությունը խիստ կարևոր է Հայաստանի անվտանգության համար։ Այսօր Թրամփի անունի հետ կախված է ցավոք սրտի ինձ համար Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության բավականին մեծ քշիր կազմում ունի։ Դրա համար մենք որպես երկիր պիտի շատ զուսպ մնանք կոմենտարների մեջ։ Բայց Թրամփը այսօր փորձում է քանդել Եվրոպան։ Իմ կարծիքով դա չի ստացվելու, բավականին դժվար կլինի։ Բայց ես նույն ձևի նորից կրկնեմ, ես համոզված չեմ Եվրոպան կարողանա միավորվել, որովհետև դա պարտադրում է կամք եւ պարտադրում է պիտի դուրս գան այն վիճակից, որում իրանք եղել են 80 տարի գայան է, դա բավականին դժվար է։ Եվ ես կողակի կսպասեմ հույսերով, որ Եվրոպան կկարողանա հաղթահարել այդ խնդիրը։ Շունիկի այդ Թրամփի ուղին է միայն այն կետը, որտեղ եւ արդյոք դա իսկապես կարելի է խոսել Միացյալ Նահանգներ եւ Հայաստանի Հանրապետություն շահերի համընկնում, թե դա պարզապես ինչ-որ պրոյեկտ է։ Չէ, սովորաբար պրոյեկտ չի, դա միշտ ասել եմ, դա ոչ թե լոկալ պրոյեկտ է, բայց տարածքային, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, եւ այդ պրոյեկտի մեջ Միացյալ Նահանգները տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը Փառք Աստծո, եւ մի քիչ պարադոքսալ ձևով կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները հիմա փորձում են կազմակերպել իրանց մենամարտությունը Չինաստանի հետ։ Ոնց ձևերով դա տեղի ունենալու, դա էլ ռազմական մենամարտություն, թե տնտեսական մենամարտություն, դա այսօր պատասխանել չի կարելի ճիշտ, բայց այն, որ հիմնականում Միացյալ Նահանգները որպես հավասարակշիռ մենամարտող տեսնում է միայն Չինաստանը։ Ռուսաստանը այստեղ չկա։ Ռուսաստանի դերը եւ քաշը արդեն տարածաշրջանային են, փոքր են։ Ռուսաստանը որպես գերիշխանություն չի գնահատում աշխարհում։ Հա ունի միջուկային զենք, բայց ոչ բանակը, ոչ տնտեսությունը չի համապատասխանում։ Եվ այստեղ կարող է ստացվի այնպես, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են որպես մենյու նայում Ռուսաստանին։ Երբ Ռուսաստանի տարածքը, Ռուսաստանի Դաշնության տարածքը դառնում է այն տարածքը, որտեղ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կփորձեն գալ համաձայնության, ով ինչքան է վերցնում։ Եթե դա փորձենք նայել, այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փորձում են Ռուսաստանից կտրել Հարավային Կովկասը, կտրել Կենտրոնական Ասիան, որը գտնվել է Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ։ Եվ եթե մենք ընդունենք, որ իրոք սկսում է ժամանակներ աշխարհակարգ, որտեղ աշխարհը տարանջատվելու է ազդեցության ոլորտներին, մենք ունենք շանսեր, որ մենք կմտնենք Միացյալ Նահանգների ազդեցության ոլորտը։ Եվ այնինչ տեղի ունենում Թրամփի ճանապարհի շուրջ, ավելի շուտ մենամարտություն է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, որ իրանք ունենան իրենց ազդեցության տանք Հարավային Կովկասը եւ ոչ թե միայն Հարավային Կովկասը, որովհետեւ Հարավային Կովկասը տարանջատել Կովկասից անհնար է։ Այդ Կովկասի մասին է խոսքը գնում, Կովկասը եւ Կենտրոնական Ասիան որպես տարածք, որով Միացյալ Նահանգները ամրացնում են իր դիրքորոշումները Եվրասիայում։ Միրզավորայել իրանցն է, Կենտրոնական Ասիա եւ Կովկասը վերահսկողության տակ Չինաստանի հետ կիսում են եվրասիական տարածքները։ Այսինքն
եթե ասիական երկրների մասին դուք ասացիք, սա ես մի քիչ ուշ կհիշեցնեմ նորից, Իրանի գործոնը եկեք դիտարկենք, Իրանը եւս դիտարկվում է Չինաստան եւ Միացյալ Նահանգներ այդ իրար հետ կիսելու եւ իրար հետ կիսելու տարածքներ կիսելու, ազդեցության գոտիներ կիսելու տարածք է եւ Միացյալ Նահանգները հիմա հենց դրա համար են Իրանով այդքան հետաքրքրված ճակերտներում։ Հետաքրքրված է Իսրայելը, այստեղ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը դա հետևանքին Չինաստանին չեզոքացնելու հակառակ Չինաստանին Միացյալ Նահանգների խորքային պետությունը այդպես ձևավորենք իրանց դասական վերնախավը, ռազմաքաղաքական վերնախավը գիտակցում է, որ Իրանը դա քաղաքակրթություն է։ Դա մի պետություն է, որը հազարամյակներում ունեցել է պետականություն եւ միշտ ունեցել է իր դերը մերձավոր արևելքում։ Միացյալ Նահանգների ավելի հետաքրքիր կլինի, երբ Իրանում փոխվում է ռեժիմը, այնտեղ ձևավորում է սեկուլար աշխարհիկ պետականություն եւ իշխանություն եւ իրանք ունեն լավ հարաբերություններ Իրանի հետ։ Դա ավելի օգտակար լուծում է Միացյալ Նահանգների համար, բայց Իսրայելի համար խիստ կարևոր է ոչ թե ռեժիմի փոփոխումը, բայց Իրանի տապալումը, Իրանի կոլապսը, երբ Իրանը կիսվում է որպես պետություն եւ այդ քաոսը, որը ստեղծվում է 93 միլիոնանոց ժողովրդի ազգի պետության կազմալուծումից, ստեղծվում է մի քաոսային վիճակ եւ այդ քաոսային վիճակում Իսրայելը համոզված է ինքը կարողանա պաշտպանել Իսրայելի ազգային անվտանգությունը ավելի հեշտ, քան թե հզոր մեծ 93 միլիոնանոց երկրի հետ։ Եվ այստեղ հակասություններ կան Միացյալ Նահանգների շահերի եւ Իսրայելի շահերի մեջ։ Բայց ես համոզված չեմ, որ Թրամփը կհետապնդի Միացյալ Նահանգների ազգային շահերը, ոչ թե Իսրայելի շահերը։ Դրա համար այստեղ Չինաստանի հետ հարաբերությունները դա երկարաժամկետ հաշվարկներ են։ Այսօր հաշվարկները ավելի լոկալ են եւ առաջնորդային են։ Դրա համար պետք է սպասել։ Հիմա Միացյալ Նահանգները նորից կուտակում է ռազմական ուժ Մերձավոր Արևելքում, Վենեսուելայի խնդրը լուծված է ճակետներում եւ նորից կուտակում է ռազմական ուժ։ Ես համոզված չեմ, որ այդ կուտակված ռազմական ուժը կաշխատի Իսրայելի ազգային անվտանգության տրամաբանության մեջ, ոչ թե Միացյալ Նահանգներին։ Եվ այդ վիճակում մենք հաստատ պիտի մնանք չեզոք։ Մենք նորից եմ կրկնում, իրավունք չունենք միանալ ոչ Իսրայելին, ոչ Իրանին, որովհետև այդտեղ մեր շահերը պարտադրում են, որ մնանք չեզոք։ Դա շատ դժվար է լինելու։ Դեռ պարտադրում է եւ ճկունություն, եւ հնարավորություն, եւ կամք ասել ոչ։ Արդյոք կարծում եք, որ Թրամփի ուղին դա այն կետն է լինելու, որը Միացյալ Նահանգներ եւ Չինաստան շահերի բախում է լինելու այդտեղ։ Այդտեղ թաթերաբեմ կարող է լինել։ Փառք Աստծո ոչ, որովհետեւ դա փոքր պրոյեկտ է, աշխարհակաղակական, բայց փոքր պրոյեկտ է։ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ բախվում են մետաքսի ճանապարհի շուրջ, ավելի հետաքրքիր, ավելի հզոր ճանապարհների մարշրուտների շուրջ։ Այս միջին կորիդորը, որը կառուցում է, դա ուղղակի միջին է, կա հարավային, կա հյուսիսային։ Փառք Աստծո այդքան ուշադրության մեջ չէ եւ մնացած թաթերադեմները, որտեղ մենամարտությունը գնում, ավելի մեծ են եւ ավելի կարևոր են։ Դրա համար ես հույս ունեմ, որ մենք չենք դառնալու ուշադրության կենտրոնի մեջ Չինաստանի կիզակետում չենք գնալու, մենք ունենք մի քիչ ժամանակ։ Մի 5 տարի հույս ունեմ մենք ունենք, այդ 5 տարում մենք պետք է լուծենք մենք ներքին քաղաքական խնդիրները եւ այդ ժամանակ եւ հիմնական խնդրը մեզ համար դա Իրանի խնդիրն է իհարկե։ Ոնց է լուծելու Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ոնց են պատրաստվում լուծել Իսրանի խնդիրը։ Արդյոք Իրանի ռեժիմը այդքան կայուն է, ինչքան այո իրանք կարողացել են ճգնաժամը հաղթահարել, բայց ներքին խորքային խնդիրները, որը ծնում են այդ խնդիրները, Իրանը չի լուծել։ Եվ մինչև այսօր Իրանի ռազմական եւ քաղաքական վերնախավը մնացել է կայուն եւ ամբողջական, չի կիսվել եւ այդ հնարավորությունը տվել Իրանին պահել կայունությունը։ Արդյոք դա կշարունակվի թե չէ, Իրանը պետք է լուծի իր խնդիրները։ Այն ռեժիմը, որը ձևավորվել է 79 թվականին, սերունդների փոփոխության խնդրեմ է առաջանում գայանը։ Իրանք իշխանության մեջ են արդեն 2 սերունդ
եւ քաղաքական վերնախավը պետք է սերնդափոխություն կազմակերպի, բայց երբ դու ունում ես թեոկրատիկ ռեժիմը, թեոկրատիկ ռեժիմը շատ դժվարանում է, դժվարությունում է փոխում, սերնդափոխությունը շատ դժվար է դառնում եւ տեղի ունենում խնդիրներ։ Այաթոլլահն ախբար 86 տարեկան ամեն ինչ ոչ կայուն է։ Եվ այդ անկայունության վիճակում Իրանի իշխանությունը, Իրանը որպես պետություն ոնց է լուծելու այդ փոխակերպման խնդրումը, երբ իրանք դառնում են ոչ թե այդպես կրոնական կենտրոն, բայց ուրիշ ձև են կառուցում իրանց կյանքը, ցավոք սրտի այդ լուծումները չկան։ Ես արտաքին աշխարհից չեմ տեսնում լուծումները եւ ինչքան ուսումնասիրում եմ Իրանի ներսում վերնախավի մեջ լուծում չկա։ Ոնց են իրանք փոխակերպում այն ռեժիմը, որը բերել է այս խնդիրների առջև, որտեղ եթե դու քո իշխանությունը, քո պետությունը կառուցում ես կրոնի վրա, դու պետության կյանքի մեջ մտցնում ես ժխտողություն, որտեղ կրոնը շատ դժվար է փոխվում։ Բայց դու պետք է հիմա ճկուն լինես, դու պետք է պատրաստ լինես ադապտացիայի։ Եվ այդ խնդրը, խորքային խնդրը Իրանի իշխանությունը, Իրանի պետական համակարգը մինչև այսօր չի լուծել։ Ինքը պետք է լուծի այդ խնդրը։ Ոնց է դա անելու։ Իսկ մենք պետք է սպասենք հույս պահելով, որ Իրանի պետականությունը այդ խնդրը կլուծի։ Եվ կարևոր է համարում, որ այս ընթացքում մենք որքան հնարավոր է չեզոքություն։ Չեզոքություն պահեք չեզոքություն եւ պատրաստեք ամենավատ սցենարներին։ Եթե Իրանը գնա կոլապսի, եթե այնտեղ սկսի աստվածչանի քաղաքացիական պատերազմ, մեր սահմանների կունենք 93 միլիոնանոց երկիր, որը տապալվում է, եւ մենք ունենք մեր սահմանների վրա տասնյակ միլիոնանոց ազերիներ, որոնք կարող են սահմանը անցնել եւ տեղավորեն Սյունիքում, Արցախում։ Այո, Թուրքիան արդեն պատրաստվում է Նախիջևանում, то есть այնտեղից եթե հոս գա Նախիջևան, Սյունիք, Արցախ, մեզ համար դա ազգային անվտանգության խնդրեմ է։ Մեր ազգային անվտանգության համակարգը պիտի զբաղվի այդ հարցով, ոնց են մենք պահում մեր սահմանների կայունությունը, որովհետև եթե այնտեղ կանայք, երեխեք անցնեն, ոնց է Թուրքիան արդեն շատ գործողություններ է անում սահմաններին, չեզոք գոտի է սկսել։ Չեզոքոտելու, որովհետև սպասում է մեծ հոսք։ Բայց այդ անում է 80 միլիոնանոց Թուրքիան։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունները, ես որևէ մեկնաբանություն, որևէ սցենար պետական մարմինների կողմից, ազգային անվտանգության ծառայությունի կողմից, ռազմական ուժերից, ներքին գործերի նախարարությունների կողմից մենք զբաղված ենք ավելի կարևոր հարցերով, մեր իշխանությունը զբաղված է կարևոր հարցերով, հայ արգելական եկեղեցի վրա պատերազմ է առաջացնում, ռեֆորմների մասին է ճակետներում խոսում եւ այլն։ Մենք ժամանակ չունենք զբաղվել հարցերով, մենք տոներով ենք զբաղված Գայանը։ Ինձ համար հիմնական խնդրեմը այստեղ է, երբ մեր իշխող վերնախավը զբաղված է ոչ թե իր ուղիղ նպատակների եւ խնդիրներով, ազգային անվտանգության ապահովման, բայց ինչ որ ֆանտաստիկ հորինված եւ հակահայկական պրոյեկտներով եւ խնդիրներով։